Շաբաթօրն անգլերենի միասնական քննություն հանձնած դիմորդներն անորոշ վիճակում են հայտնվել։ Տպագրական սխալներ են հայտնաբերվել 2, 4 և 2-րդ թեստերում։ Դիմորդներից մեկի ծնողը, որ չցանկացավ ներկայանալ, Ազատությանն ասաց, սխալը նկատած իր երեխային, նախ առաջարկել են անտեսել դա ու առաջ անցնել, հետո նոր հասկացել, որ իսկապես խնդիր կա։ Հենց քննության ընթացքում 3-րդ թեստի 16-րդ էջը եկել էր 4-րդ թեստի մեջ էր ընկել։ Երեխան, որ քթել է առաջին սխալը ցույց տալուց, ասել են ոչինչ, դա անտեսեք, անցեք։ Երեխաներն էլ պատկերացրել, որ հնարավոր է քննության թեստերի մեջ այդքան սխալներ լինեն, ահագին տանջվելուց, լուծում փնտրելուց հետո համարձակվել են ծարթազանել, որ միգուցե այս այլ է սխալ։ Տարել են, ստուգել են, քսրոցարած էջեր են բերել ու ասել են սա լրացեք դրա փոխարեն։ Սխալն ընդունած գնահատման և թեստավորման կենտրոնի ֆեյսբուքյան էջում դիմորդներն ու ծնողները երեկվանից դժգոհ գրառումներ են անում։ Ընդամենը 2 տարբերակ է գրված, միթե չէր կարելի նախապես տպագրական սխալներից խուսափելու համար կրկնակի ստուգել նոր անցկացնել թեստը։ Հայաստանում 2 տասնամյակ շարունակ քննությունների կազմակերպմամբ ու թեստերի մշակմամբ զբաղվող կենտրոնը 3 պաշտոնապես հայտարարեց, որ լրացուցիչ քննություն հանձնելու հնարավորություն կտրվի այն դիմորդներին, որոնց բաժին էր ընկել այդ 2 տարբերակներից մեկը։ Այս հայտարարությունը նոր դժգոհության պատճառ դարձավ։ Թող քննություն կազմակերպեն բոլորի համար։ Առաջին և 3-րդ թեստ գրողներին էլ խանգարել են, ինչի արդյունքում շատ դիմորդներ կորցրել են միավորներ, շատերն էլ չնայած անմարդկային ու խեղաթյուրված թեստերի հավաքել են բարձր միավորներ։ Թող քննություն տան բոլորը ու պահպանվի նաև անցած գնահատականը։ Ես օրինակ առաջին տարբերակն եմ եղել, բայց չեմ կարողացել կենտրոնանալ լսարանում տիրող խառնաշփոթի պատճառով։ Ու կարծում եմ, որ միակը չեմ։ Ես որպես դիմորդ կխնդրեի նոր քննություն նշանակել, քանի որ տուժել ենք բոլորս։ Լրացուցիչ քննություն պետք է կազմակերպել բոլորի համար, քանզի իրարանցումը առաջացրել է անհարկի աղմուկ, որը խանգարել է երեխաներին։ Այսօր արդեն գնահատման և թեստավորման կենտրոնը նոր հայտարարություն տարածեց։ Մարտի 1-ին 2-րդ անգամ քննություն հանձնելու հնարավորություն կունենան բոլորը։ Եթե դիմորդը 2-րդ անգամ ցածր միավոր ստանա, ապա հիմք կընդունվի բարձրը։ Կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանն ասում է, այս որոշումն ընդունել են աղմուկը դադարեցնելու համար։ Վրիպումը իսկապես մերն է, բայց դա տպագրական խոտան է եւ պարզվում է, որ դա էլ է հնարավոր, որովհետեւ 2 տասնամյակից ավելի միասնական քննություններ կազմակերպող գնահատման եւ թեստավորման կենտրոնի պրակտիկայում սա առաջին դեպքն էր։ Այնուամենայնիվ որոշում գտնվել է։ Դա չի նշանակում, որ որոշակի ճնշման ազդեցության տակ պարզապես մեր դիմորդներն են։ Մենք իրենց համար են քննություններ կազմակերպում եւ ընդունելությունը կազմակերպում։ Որոշվել է այդպես։ Կան շահարկումներ, չեմ ուզում ասել ինչ շրջանակներից, բայց մարդիկ են մտածում են հնարավորություն է, եկեք մի անգամ էլ փորձենք, գուցե ավելի բարձր միավոր ստանանք։ Բացի տեխնիկական խոտանի պատճառով առաջացած աղմուկից ու խառնաշփոթից բազմաթիվ դիմորդներ եւ նրանց ծնողներ նաեւ բողոքում են ցուրտ քննասենյակներից։ Գնահատման թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատուն ասաց, իրենց տեղեկություններով քննասենյակներում ցուրտ չի եղել։ 3 ժամ, 2.5 ժամ քննություն է։ Երեխաներն էլ բնականաբար օբյեկտիվորեն լարված են, որովհետև քննություն են հանձնում։ Հնարավոր է, որ ինչ-որտեղ ինչ-որ խնդիր լինի, բայց մենք շարքերում նաև ջեռուցիչներ ենք դնում, չհաշված, որ դահլիճները ջեռուցում են։ Այս ամենից բացի մեկ այլ դժգոհություն կա։ Ազատության հետ զրույցում մեկ այլ ծնող պատմեց, դիմորդներից շատերը պարապել են շտեմարանով, բայց քննաթերթիկում եղածը հիմնականում կապ չի ունեցել այդ շտեմարանի հետ։ Չեմ ասում մեր 19-25 սպասեմ, բայց 12-13-ի սպասելուց են եղել, բայց եղել է շատ ցածր, որովհետև պարապել են տվել շտեմարանով, որ անցած տարվա քննությունը եղել է 80 հարց, կարծեմ 70-ը եղել է շտեմարանին համապատասխան։ Իսկ այս տարի շտեմարանից ոչ մի բան չի եղել, երեխեքը նստել են լրիվ անծանոթ թերթիկի դիմաց։ Ոչ մի բանը չի համապատասխանել իրանց այս մի տարի անքուն գիշերներին այդ որ սովորել են, այդ ձև բան չի եղել մեջը։ Մենք ահավոր գումարներ ենք ծախսել այդ պարապմունքների վրա։ Թեստի հիմքը շտեմարանը չէ, թեստում քննական ծրագրում եղած նյութն է։ Շտեմարանի վրա պետք չէ հիմնվել, արձագանքում են գնահատման եւ թեստավորման կենտրոնից։ Շաբաթօրն անգլերենի քննություն է հանձնել ավելի քան 7000 դիմորդ։ Թե նրանցից քանիսին էր վրիպակներով թեստը բաժին ընկել, ԳԹԿ-ում էլ չգիտեն։